Կցանկանայի ասել համամիտեն եսին գործընկերոջ հետ միասին ենք մենք պայքարում, որ մարդու իրավունքները իրապես ոտնահարված են, ամեն օր երեխաներին ծեծում են, մինչև անգամ սպանում են, դպրոցներում թմրադեղեր են բաժանում 4-րդ դասարանի երեխաները, որի հանդեպ անտարբեր է մնում մեր կառավարությունը, մարդասեր կառավարությունը ճակերտների մեջ, ժողովրդասեր, հպարտ ժողովուրդ էր ասում, ինչի վրա են հպարտանում ժողովուրդը, երբ որ երեխաներին ծեծում են դպրոցներում, կամ ինվալիդ են դառնում, կամ մահանում են, պատահաբար մարդը քնում է, առողջ մարդը, արդեն չկա վաղը, ինքը գոյություն չունի, սպանում են ու մինչև առ այսօր չեն հայտնաբերել 15 զինվորներին, որ վառեցին, հավի ճոտեր չէին, նրանք մարդ էին, անհարմար է, որ այսքան տարի մինչև այս պահը չի հայտնաբերվել 15 զինվորին այրող մարդը, ինչու չի հայտնաբերվել, իրենց համար աշխատում են, կագեբեն, օրենքը, գործումը, իր համար 100 հարկանի ոստիկանական պատերով է քայլում, բայց ինչի հասարակ մարդու իրավունքները պաշտպանված չեն, չէ որ սկզբից գալուց նա ասեց հպարտ ժողովուրդ, այս դուռը բաց է ձեր համար, ով ուզի կմտնի, սա ժողովրդինն է, իսկ այսօր ժողովրդի ձայնը ոչ լսող կա, ոչ հարգող կա, եւ հենց մեկը ուզենա մի բառ խոսա հայտնվում է ճաղերի ետևում, կամ բռնում տանում են, թե քանի ժամ են պահում, ինչքան են ծեծում, ահաբեկում սովորական հպարտ ժողովրդին։ Դե հիմա թող Նիկոլը լսի ու իմանա, էլ որտեղ մնաց մեր հպարտությունը, եւ ժողովուրդս որն է, մենք հայ ազգ ենք, մենք որ լսվի մինչև Նիկոլ Փաշինյանի սենյակը։ Նիկոլ Փաշինյան, դու առանց ազգի չես կարող ոչինչ անել, դու ոչինչ ես առանց հայ ազգի։ Հայ ազգին վերացնողը դարեր շարունակ վերացրել են, բայց հայ ազգը դարձյալ մնացել է, դարձյալ մաքարել է, մեկ հոգի էլ մնա հայերից, իմացեք, որ հայն է հաղթելու, բավական եղավ, չարի կայսրություն, այսինչ եք անում, մինչև անգամ դպրոցներն ու մանկապարտեզներն եք պղծում, մանկապարտեզներում բաժանում են բրոշուրներ, ԼԳՏՊ-ները, որ տրանսգենդերներ դառնան, պոզաներ են նկարում ու ցուցադրում, եւ բոլորիս երեխաներն են դրանք, ազգ ջան, անտարբեր մի մնացեք, կործանում են ձեր երեխաների հոգեբանությունը, կործանում խեղաթյուրում են նրանց կյանքը, ինչքան կարելի է անտարբեր նստել բազմոցներին ու նայել, ով էր տեսել մինչև առեսօր 3-4 դասարանցին թմրադեղեր բաժանի եւ ինքը ընդունի, ով էր տեսել նման բան, որ մինչ այսօր լինում է ժողովրդավար Նիկոլի կառավարության օրոք, այսպիսի բան դեռ մենք չէինք տեսել մինչև առեսօր, ինչպիսի հանցագործություններ, մենք ախ էինք անում ազատվենք Սերժից, մյուսից, բայց եկավ ավելի վատ թարը, ոչ մի բանով չտարբերվող, դրան գումարած բազմաթիվ էլ ավելի ավերիչ մեր երկրին ավերիչ ոչ ազգանապաստ երևույթներ։